Պարոն Մկրտչյան, այսօրվա քննարկման մասին եմ ուզում խոսեք, ինչ հարցեր եք օրակարգում ներառել, ովքեր են ներկա քննարկմանը։ Նմանատիպ քննարկումներ կարելի ասել ամեն օր է լինում, բայց քանի որ այսօր, ոչ միայն այսօր, այս վերջին մի քանի օրվա ընթացքում կարևոր խնդիրներ առաջ եկել, որովհետև մենք նշել ենք, որ պետք է արդեն ամս 15-ը անենք քննարկումներ, դրանից հետո կհայտարարենք արդեն մեծ հանրահավաքի մասին, մեր անելիքների մասին, բայց այսօր մենք դրա մասին չենք հայտարարել, քանի որ իշխանության հետ հանդիպում է եղել եւ այդ հանդիպման ընթացքում կար առաջարկ, որ 2 ամիս ավելացնենք 40,000 դրամ յուրաքանչյուր մարդու որպես տան վարձ օգնություն, հետո կար տարբերակ, որ նաև մասնագիտական խմբերով մարդիկ սկսեն աշխատել եւ համաձայնվել են մեր տարբերակներին, որ բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ լինի, փոփոխություններ լինեն, իրենք համաձայնվել են, որ ծրագրեր կան, որ ճիշտ չէր գործում կամ տեղին չէր, որ փոփոխության ենթարկվեր ու այդ հարցերի մեզ չթողեց, որպեսզի մենք հայտարենք մեր, այսինքն մենք քանի որ այս ամենը տեղի ունենում ժողովրդի կողմից, ժողովուրդը պետք է որոշում կայացնի, արդյոք վրան պետք է հանվի թե չէ, ժողովուրդը պետք է որոշում կայացնի, արդյոք ուզում են գնալ այդ տարբերակին, որ 2 ամիս երկարաձգվի ու գնանք իրենց հետ փորձենք բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ եւ այլն, բայց քանի որ մեր պահանջագրում 12 կետ էր, որից 11-ը չի վերաբերում սոցիալական բնակավարին, իսկ այսօր քննարկումները գնում են մենակ սոցիալական բնակավարի շուրջ, մենք պետք է հասկանանք, այսինքն իսկ մենք վրանում բաց ենք ու բոլորի հետ փորձում ենք, բոլորը ովքեր ցանկություն կհայտնեն գալ, մոտիկ ներկայանալ վրանի մեջ ու այդ վրանում բայց քննարկում իրականացնելով փորձենք հասկանալ ժողովրդի այն կարծիքները, ներողություն եմ խնդրում։ Նիկոլ Փաշինյանը խաղաղ Գնա Աննա Նիկոլի գործականներից։ Մի վիրավորեք եւ մի խոչընդոտեք։ Աննա գործերը արեք այդ։ Ես ամենտեղ եմ խոսում։ Ուշադրություն մի դարձրեք, եկեք այստեղ։ Նիկոլը թուրքի գործական է։ Ներողություն եմ խնդրում ու մենք շարունակելով մեր քննարկումները, այսինքն պետք է տարբեր ՀԿ-ների, տարբեր քաղաքական ուժերի հետ շարունակելով մեր հանդիպումները, պետք է հասկանանք ու կարողանանք որոշում կայացնել մեր հետագա անելիքների շուրջ։ Մենք ունենք մեր ճանապարհենք հանդես թե մենք ոնց ինչպես ենք շարժվելու, բայց հնարավոր է դա փոփոխվի կախված ժողովրդի կամքից։ Այս պահին թե on-line տիրույթում, թե մարդկանց ֆիզիկական շփվելով մենք ստանում եք տարբեր կարծիքներ, տարբեր առաջարկներ ու հենց այս պահին էլ շուտով կսկսվի քննարկում նաև վրանում, շտաբ վրանում, թե մասնագիտական խմբեր ձևավորելու, որպեսզի կարողանանք նաև այդ կար ժամանակահատվածում կառավարության հետ տարբեր քննարկումներ իրականացնել։ Շապետի հետ։ Այդ հանդիպումներից ինչ տպավորություն ստացաք, եթե այսպես շարունակեք, հնարավոր կլինի ձեր ներկայացրած այդ 12 պահանջներից դե մեկին եք անդրադարձել, 11-ին եւս անդրադարձ կատարի այս իշխանությունը։ Ինչ էլ որ լինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք ու իրենք ինչ-որ պարտավոր են այդ կետերի շուրջ մեզ հետ քննարկում անել, եթե չգնան այդ քայլին, մեկ-մեկը մեր պայքարը շարունակելու ենք կապված մյուս 11 կետերի շուրջ, իսկ թե ինչպես այս պայմանությամբ ցավոք սրտի պահանջագրի պատասխանել են այդ կետերին հիմնականում չեն պատասխանել, մինչև հիմա քննարկում կամ հանդիպում չի եղել այդ կետերի շուրջ, քանի որ մենք հանդիպել ենք փոխվարչապետի հետ, որը եթե չեմ սխալվում սոցիալական ոլորտի պատասխանատուն է, ինքը կոնկրետ այդ հարցերի շուրջ մեզ հետ մյուս հարցերի շուրջ ընդհանուր քննարկում չեղավ։ Պատգամավորների հետ երեկվա ձեր հանդիպումը, առհասարակ մասնավոր զրույցներում, եթե հնարավոր է մանրամասնեք, ինչ կարծիք ունեին առհասարակ այս ընթացող գործընթացների վերաբերյալ, Արցախահայեր իրավունքների ու առհասարակ Արցախի հարցի վերաբերյալ, ինչպես են իրենք հնարավոր համարում այդ հարցը առաջ տանելը։ Երեք տեղի ունեցավ երևախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, ովքեր աշխատանքային այսօր գտնվում էին Հայաստանում, այդ պատգամավորները ամեն անգամ փորձում էին, այսինքն տարբեր տեղերից մտածում էին թե Արցախահայերի վերաբերյալ հարցեր, թե հայ ժողովրդի հետ կապված հարցեր ու
իրենք գտնվելով այստեղ որոշեցին մեզ հետ հանդիպել, որպեսզի հենց ներքին մեզ հետ շփվելով իմանան մեր խնդիրների, մեր առաջարկների, հենց մեր պայքարի մասին, մեկեն չի կողքից, հետևելով լատական մեկեն չի հենց ներքից իմանած խնդիրները, իմանած ինչ է կատարվում այսօր Հայաստանում գտնվող արցախահայերի հետ։ Մենք ներկայացել ենք մեր այն թե խնդիրները, թե պահանջները մենք ինչ ենք պահանջում, իրենք էլ հայտնեցին, որ շարունակելու են իրենց այդ հարցերի բարձրացումը թե Ֆրանսիայում, թե Եվրոխորհրդանում, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքների տեր կանգնել, այսինքն օգնելու են մեզ նաև մեր ձայնը բարձրացնել դրսերում։ Փաշինյանը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարց չկա, Արցախի էջը փակված է եւ դրանով Մինսկի խմբի լուծարումը կարող է լինել, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքեն։ Դուք այդպես համարում եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը վերջնականապես փակված է։ Եվ ինչ եք մտադիր անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ապացուցեք, որ Արցախի էջը դեռ փակված չէ ու չի փակվելու։ Միանշանակ չենք համարում Արցախի էջը փակված է, քանի որ մենք մեր հենց առաջին պահանջագրի կետը Արցախ վերադարձն է, հավաքական արժանապատիվ անվտանգ։ Հիմա քանի որ այս պահին ես չեմ ուզում այդ հարցի շուրջ մեկնաբանություն տալ, քանի որ ես այս պահին ներկայացնում եմ խորհուրդ ու խորհրդի անունից դեռ այդ հարցի շուրջ քննարկում չենք իրականացրել, որպեսզի ճիշտ լինի։ Իմ կարծիքն էլ կարող եմ այլ ասպարեզում, այլ տարբերակով հայտնել ձեզ, քանի որ հիմա ներկայացում եմ որպես խորհրդի անդամ, այդ հարցի շուրջ մեկնաբանություն դեռ չեմ տալիս։ Պարոն Մկրտչյան, եւ մեկ ճշտող հարց է, հիմա մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ դուք համաձայնել եք այդ 40,000 աջակցության դիմաց, որով փոփոխություններ իրականացնել ձեր բանակցություններում։ Այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ շփում եղել է, ինչ քննարկվել է, բայց կոնկրետ մենք դեռ կոնկրետ հայտարարություն չենք տարածել, համաձայնվել ենք թե չէ, որովհետև նշում եմ հենց այս քննարկման մեկը պայմանն դա է, որպեսզի հասկանանք ժողովուրդը ինչ է ցանկանում, քանի որ մենք մեր կարծիքը կարող այլ լինի, ժողովուրդ, քանի որ մենք ներկայացնում ենք ժողովուրդ, պետք է մաքսիմալ այնպես անել, որպեսզի կարողանանք մաքսիմալ հասկանանք ժողովրդի մեծամասնության ցանկությունները, իրենք ինչպես են դա անգամ ինչպես են դա տեսնում, գնանք այդ քայլին, թե շարունակենք պայքար։ Լավ պայքարը մեկ շարունակվելու է, քանի որ սոցիալական բնույթն մենակ, բայց վրան հանել, չգիտեմ, հետ քայլ անել, մեծ հանրահավաք չանել, դա չգիտեմ, այս քննարկումներ եղել է, բայց հիմնականում քննարկումը այսօր շարունակվում է, բայց դե մենք ասել ենք, որ մի քանի օր դեռ շփումներ լինելու է ժողովրդի հետ, հասկանալու իրենց կարծիքները, իրենց առաջարկները, հետո արդեն խորհուրդը հստակ որոշում կայացնի ինչ է անելու։ Իսկ Արցախի ներկայացությունը, որ ասում են այսպիսի տեղեկություններ կան, որ փակվում է եւ նաեւ մամուլում տարածվեց այն տեղեկությունը, որ Սամվել Բաբայանը առաջադրվելու է որպես Արցախի նախագահի թեկնածու։ Չեմ տիրապետում նման որոշման չեմ տեսել, որ այդպիսի բան լիներ, այս պահին Արցախի ներկայությունը չի փակվում, այսօր տեղյակ եմ, որ Արցախի ազգային ժողովը հայտարարություն տարածել, որ համադրությունում փոփոխություն իրականացնելու, որպեսզի միջև նոր ընտրություններ կարողանանք այստեղ իրականացնել, դեռ շարունակվի գործել թե ազգային ժողովի լիազորությունները, թե իշխանության լիազորությունները, դեռ մայիսի վերջը լրանում իրենց լիազորության ավարտը, դեռ այսինքն այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ Շատ լավ, հիմա մեկնարկում եք քննարկումը։ Այո, մի քանի րոպեից Քանի րոպեից կարող ենք մենք մոտենալ։ 3։ Շատ լավ։